Ժամանակները կոտորակներով է 32 կոտորակներով է կոտորակներով գործի քննությունից քաղաքական խնդիրները ովքեր ներկայացած դատականիստը։ Organizatorul դատականիստի ներկայացրին Նարեին Աղախով Սարգիս Բոբոյանը, Համստանյանի Լովահաջող, Խաչատուր Սուքենսյանը, դատականիստին չի ներկայացել Պաշտպան Տիգրան Եկոչյանը։ Ձեր տեսախցիկը միացրացավ։ Ձայնագրությունը։ Տիգրան Եկոչյանը ինչ ներկանալու վերաբերյալ ինչ տեղեկություն ունի։ Գործություն չի դա, բայց դեռ ոչ չի կանալու։ Կապված դեռ որ այս ժամանակ դրամատերվի քանի որ հաստատվական ներկայացված գործին փոքր ժամանակ որ շնորհիվ ցանոթանան յութերի հետ լի, այսինքն հաջորդ դատականիստի վերաբերյալ մասն խոսում։ Միշտ օգնել որ այս հետաձգվի։ Չէ, դե հաջորդի մոտիվների մասն էլ խոսել։ Ապուր ասում եք պետք է չներկանա, ինչի ձևերով պետք է չներկանա։ Բարի Գորյանը։ Ասում եք Բարի Գորյանը պետք է չներկանա։ Դե գիտե որ չի գալու, չի ներկանալու ես։ Պատճառը գիտեք ինչ։ Նրա բացակայությունից նշանակելու մասով մարդությունը։ Եթե հնարավոր կլինի մինչև 15-ից կես մոտ է, Աշխատանքեք վրա ասում բարձր աշխատանք է բերի 15-ից կես մոտ դատականիստերի դավիճումը իրավաբանն է օպերատոր Տիգրան Ղուկասյանը ինչ եք ցանկանում իրականացնել առողջություններ տեսանկյունից Ես շնորհակալ կարող տեսանկյունը նախորդ դատականիստը հետաձգվել էր դիմում էր ստացվել Պաշտպան Տիգրան Եկոչյանից դուք եք նշել եք որ աշխատանքի եք չեք կարող կանալ բայց նկատի ունեցեք որ ներկայանում նաև պարտականություններ հետևաբար երբ որ դատականիստերը լինում ձեր աշխատանքը պետք է այնպես կարգավորվի որ նիստերը չդժվար Արգելում եմ արել, որ կապացություն ներդրել շենքավարտը, ես գրավապացույցների մոտակումը շարունակելու համար դատարանին կխնդրեմ տրամադրել քրեական գործի 27-րդ հատորը։ Տրամադրում է 27-րդ Տեղակայված քրեական բարձրացած կացարան ձայնը որ խանգարող ձայնը գրավ հաջորդապատվություն տեղակայված է քրեական գործի 27-րդ հատորում մասնավորապես գործի թիվ 39-ից 48-ում խոսքը վերաբերում է փորձագետի եզրակացության թիվ 280-07 109-365 Եզրակացությունը կազմվել է 1998 թվականի մարտի 27-ին Երբ կներեք 1998 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի առընթեր ԵԿԳ քննիչ Հովսեփյանի կողմից փորձարկություն կատարելու մասին կայացված 12 փետրվարի 1998 թվականի որոշման հիման վրա իրականացվել է դատաձգավանական հանձնաժողովային փորձարկություն
Ես վերաբերում ասում եմ հերցել փորձակնության դերությունների հատվածը։ Ուրեմն փորձակնության ներկայացված 7 ինքնաձիգերը, 1 գնդացիրը, ԻՊ 1973, 1 դիպուկազար հրացանը, 4 ատրճանակները սարքին են, պիտանի են կրակելու համար և համարվում են ակուսավոր հրազեն։ 1 գնդացիրը GL 909 անսարք է, բացակայում է զարկանը, ներկայացված վիճակում պիտանի չէ կրակելու համար և հրազեն չի հանդիսանում։ Ներկայացված 5 որսորդական հրացանները սարքին են, պիտանի են կրակելու համար և հանդիսանում են որոկափով որսորդական հրազեն։ Ներկայացված 1 հատ ռևոլվերը նախատեսված է գազային փամփուշտներով կրակելու համար և հրազենի շարքին չի դասվում։ Փորձակնության ներկայացված 4855 հատ տարբեր տրամաչափի փամփուշտները պիտանի են կրակելու համար և հանդիսանում են ռազմամթեր։ Թիվ 622-022-94 քրական գործով անցնող 1 պարկուճը կրակված է թիվ VD 24-44-79 ինքնաձիգից։ Մնացած մյուս ներկայացված զենքերից փորձարարական եղանակով ստացված պարկուճների և գնդակների վրա առկա հետքերին համապատասխանող հետքեր գնդական պարկուճադարանում տեղադրված պարկուճների և գնդակների վրա չկան։ Առկա է փորձագետների անունները, ստորագրությունները և փորձագիտական հիմնարկի համապատասխան կնիքը պատվարժանարան։ Ըստ հերթականության հաջորդ վիրավորվածույցը տեղակայված է քրեական գործի 16-րդ հատորում։ 16, այո։ Դառնալու է 16-րդ հատորում։ Պատվարժանարան որոշումը վերաբերվում է Արմեն Տեր-Սահակյանի կողմից 1993 թվականի հոկտեմբերի 1-ին թիվ 613 դերնագրով ՆԿՆ-ից ստացված ԱԿՍ 47 տեսակի 7.62 մմ տրամաչափի թիվ VD 24-44-79 ինքնաձիգին ըստ որոշման, որը կայացվել է 1995 թվականի մարտի 3-ին գործի թերթը պատվարժանարան, գործի թերթ 90, այո, տեղակայված է որոշում իրեղեն ապացույց ճանաչելու և այն գործին կցելու մասին։ Որոշումը կայացվել է 1995 թվականի մարտի 3-ին Երևան քաղաքում։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերով քննիչ Մարգարյանի կողմից, ով սույն գործով որոշում է կայացրել, որպես իրեղեն ապացույց ճանաչել և այն գործին կցելու մասին և իրեղեն ապացույցի ճանաչվել և գործին կցվել է ԱԿՄՍ տեսակի թիվ 24-44-79 համարի ավտոմատ հրազենը և պարկուճը առկա է քննիչի ավազքով ստորագրությունը։ Մեղադրականը որ բանն է, դա էջն է։ Մեղադրականով պատվարժանվում են 232-րդ էջի էջում տեղակայված երկրորդ ապացույցն է։ Նշված է Արմեն Տեր-Սահակյանի կողմից 01-10-93 թվականի թիվ 613 դերնագրով ՆԿՆ-ից ստացված ԱԿՍ 47 տեսակի 7.62 մմ տրամաչափի թիվ VD 24-44-79 ինքնաձիգը և դրանից կրակված ավազակային հարձակման դեպքի վայրից ագրաված պարկուճը ճանաչվել են որպես իրեղեն ապացույցներ։ 232 էջի երկրորդ ապացույցն է։
հաջորդ ապացույցը պատվարժանը դրան տեղակայված է քիմիական գործի 25-րդ հատորում։ Դրամաբույլի քիմիական գործի 25-րդ Պատվարժան դրան ըստ Շենգեսմյանական եզրակացության 240-րդ էջում տեղակայված վերջի ապացույցն է, նախավերջի նշված է հատոր 25 գործի թերթ 5 Արձանագրության մասին է խոսքը հատոր 25 գործ թերթ 5 գործի թերթ 5 այո Ուրեմն արձանագրությունը կազմվել է նախնշանով տեղակայված է հատոր 25-ի գործի թերթ 5-ում արձանագրությունը ինչի մասն է արձանագրությունը պատվարժանը դրան զենք զինանյութեր ներկայացնելու մասին է արձանագրությունը կազմվել է 1998 թվականի փետրվարի 1-ին Հրազդան քաղաքում ձեռագիր կազմված արձանագրությունը սինթեզել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ԱԱՆ ԿՆՊ գլխավոր վարչության 3-րդ վարչության 2-րդ բաժնի օպերլիազոր ավագ լեյտենանտ Աղբերդյանս, մասնակցությամբ նույն վարչության 3-րդ բաժնի պետ մայոր Ոսկերչյանի, աժանմունքի պետ մայոր Սերոփյանի, օպերլիազոր միլիցիայի ավագ լեյտենանտ Վարուժան Վարդանյանի, Հրազդան քաղաքի Շահումյանի փողոց 110 բնակարանի բնակիչ Շահեն Մերուժանի Վաղաշակյանի ներկայությամբ ընթերականներին հանդիսացել Վարդան Աշոտի Խաչատրյանը, Արկայ բնակության տվյալներ և Համլետ Աշոտի Խաչատրյանը և Արկայ բնակության տվյալները և Ամսաթ Պերծինտյան կազմվել է սույն արձանագրությունը հետևյալի մասին, որ 1950 թվականի փետրվարի 1-ին ժամի հատվածը նշված չէ պատվարժանատան անօրինական բայց նշված է անօրինականորեն պահվող զենք զինամթերք հայտնաբերելու կասկածանքով եղանք Հրազդան քաղաքի Երևանյան փողոց 12 շենք թիվ 13 բնակարանում, որտեղ զենք զինամթերք ներկայացնելու պահանջի համաձայն Շահեն Մերուժանի Վաղաշակյանը քաղաք Հրազդան Երևանյան փողոց 12 շենք բակում տեղակայված քաղաքացի Գառնիկ Սարգսի Արաքելյանի պատկանող ավտոտնակից ներկայացրեց մեկ հատ ԱԿՄ տեսակի ավտոմատ հրազեն առանց համարի, մեկ հատ ՊԿ տեսակի գնդացիր առանց համարի, մեկ հատ ՊԿ տեսակի գնդացիր համար KL909, մեկ հատ CBD տեսակի 7.62 դրամաչափի օպտիկական սարքով առանց համարի ձգանի սարքի թիվ 9703 համարով, մեկ հատ Վինչեսթեր տեսակի թիվ 44362 համարով որսորդական հրացան, մեկ հատ մեկ փողանի թիվ 42918 համարով որսորդական հրացան, մեկ հատ մեկ փողանի թիվ H721 գործանային համարով որսորդական հրացան, մեկ հատ երկու փողանի թիվ 96757 գործանային համարով որսորդական հրացան, մեկ հատ գազային ատրճանակ ագենտ տեսակի գերմանական արտադրության թիվ CD 8751 գործանային համարով տարբեր դրամաչափերի 2000 հատից ավելի համբույրներ, ստույգ 2760 հատ գնդացրի շղթայատիպ փամփշտականներ, լիցքավորված 1 հատ կիսված 3 մասերի, ԱԿ տեսակի ավտոմատ հրազենի 5.45 դրամաչափի 1 փամփշտական, լիցքավորված 2 հատ 7.62 դրամաչափի
լիցքավորված մեկ հատ CBD տեսակի հենացանի համար նախատեսված փամփշտական լիցքավորված մոտ 200 գրամ վառոդ ալյումինի տուփի մեջ Շահեն Վաղաշակյանը ներկայացված զենք զինամթերքի վերաբերյալ մասնակիցների ներկայությամբ հայտարարեց, որ ամբողջ զենք զինամթերքը իրենց տուն քաղաքի Հրազդան Շահումյան փողոց 118 բնակարան է բերել իր հորեղբոր որդի մարզպետ Աշոտի Գրիգորյանը մոտ 6 ամիս առաջ, այսինքն 1997 թվականի մայիս-հունիս ամիսներին իր անձնական օգտագործման VAZ 2121 մագնիշի 0247 այդ համարանիշի ավտոմեքենայով իսկ անձամբ քաղաք Հրազդանի Երևանյան փողոց 12 շենքի բակում տեղակայված Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 12 շենք 13 բնակարանի բնակիչ Գաղտնիք Սարգսի Արաքելյանին պատկանող ավտոտենակ է տեղափոխել վերջինս պատկանող Մոսկվիչ մագնիշի 2365 AD այդ համարանիշի ավտոմեքենայով սույն թվականի փետրվարի 1-ին ժամը 12:30-ի սահմաններում։ Ներկայացված զենք զինամթերքը մեր կողմից արգելվեցին հետագա ստուգումներ անցկացնելու նպատակով։ Նաև արկայի գրառում արձանագրությունը իմ կողմից բարձրաձայն կարդացվեց մասնակիցների և ընթերականների ներկայությամբ արձանագրության վերաբերյալ ուղումներ և դիտողություններ չեղան, ճիշտ է, որի համար ստուգում ենք Նաև պատվարժանական արկայի արձանագրություն կազմողի, ինչպես նաև մասնակիցների, ընթերականների, ներկայացնողի և բնակարանի սեփականատիրոջ ստուգագրությունները հավաստող։ Այո, դա մնաց ուշադիր գնանք, գործ ծերտի մնա թե 4-ը։ Պատվարժանական իրականում այստեղ դիպակներ կա կատարված, գործ թերթ 5-ում նշված է 4 հետո նշված է 5, բայց այս արձանագրությունը որպես այդպեսին տեղակայված է գործ թերթ 4-ում։ Արկայի 4 զարգացության նշված է գործ թերթ 5, բայց որպես այդպեսին իրականում արձանագրություն տեղակայված է գործ թերթ 4-ում։ Մեղադրականում էլ է գործ թերթ 4 242-ն է։ Այո, եկող հասեցում է գործ թերթ 4-ն նշված։ Գործ թերթ 5-ն է։ Գործ թերթ 5-ն է, պատասխան, այո։ Ուրեմն գործ թերթ 5-ում տեղակայված է արձանագրություն բնակարանը ստուգելու մասին, արձանագրությունը կազմված է 1958 թվականի փետրվարի 1-ին Երևան քաղաքում մի փոքր անընդհանրելի, բայց փորձեմ ես ընթերցեմ պատվարժանական ներողություն, եթե իրականում շատ անընդհանրելի 1958 թվականի Հայկական գիրը չի փոխվել, բայց այ փորձեք ձեռագրերը հասկանանք։ Փորձենք։ Ես ՀՀՆԳՆ ԱԱ նախարարության գլխավոր վարչության, երրորդ վարչության, երկրորդ բաժնի պետի տեղակալ միլիցիայի մայոր Աբրահամյանս, նույն բաժնի ավագ օպերլիազոր միլիցիայի ավագ լեյտենանտ Խաչատրյանը, ՀԿԿ ավագ օպերլիազոր միլիցիայի կապիտան Աթայանը, ներկայությամբ ընթերականներ, արկային ընթերականների անունները և նրանց ծննդյան թվերը և բնակության հասցեները, ինչպես նաև բջջային ներողություն հեռախոսահամարների քաղաքային, կազմեցին սույն արձանագրությունը այն մասին, որ այցելեցինք Աշոտ Գրիգորյանի գույսությամբ եղան Երևան քաղաքի Ավան Արինջ 2/11 շենքի 32 բնակարանում, որտեղ մեր
Բանավոր պահանջի համաձայն վերջինս բացեց վեր նշված բնակարանի Որոց Ավետիքյանը իրեն պատկանող նկուղից Որված փոսից հանեց և ներկայացրեց հետևյալ զենքերը ու զինամթերքը մեկ հատ AKS 74 ու տեսակի 5.45 մմ դրամաչափի 73-69-42 համարի, մեկ հատ ինքնաձիգ լիցքավորված 30 հատ քամփուշներով, մակարով տեսակի 2 ատրճանակներ, մեկը MU 4415 համարի, մյուսը ջնջված համարով, երկուսն էլ լիցքավորված 8-ական քամփուշներով, TK տեսակի 6.35 մմ դրամաչափի 17-61-30 համարի, մեկ ատրճանակ, լիցքավորված 3 քամփուշներով, ինչպես նաև 253 հատ 5.45 մմ դրամաչափի, 28 հատ 7.62 մմ դրամաչափի և 38 հատ 9 մմ դրամաչափի փամփուշտներ, ընդամենը 408 փամփուշտներ, որի կապակցությամբ հայտարարել են, որ ներկայացված զենքն ու զինամթերքը իր տուն է բերել իր փեսա Մարսպետ Գրիգորյանը և ասել, որ դրանք շուտով տանելու է առկա է արձանագրություն կազմողի, մասնակիցների, ընթերականների և բնակարանի սեփականատիրոջ հավաստող ստորագրությունները։ Հաջորդը պատվարժանատարան ու նմնդատածի քաղաքական փորձարկության եզրակացությունն է, որ վերակայված է քրեական գործի 27-րդ հատորում։ Դա հավաքեցիք 39-40 չէ։ 27-ը մենք հավաքեցինք, հավաքի նույնը նշված էր, աստեղից նշենք։ Հաջորդը հատոր 2-ի 107-ն է, որ ևս հրապարակել ենք, լուսալեզու փաստաթղթերի շարքում են ակտեսի թարգմանվի պատվարժանատարանի ընթացքում ընթացքի Հատոր 27-ի 39-48-ը նշված 243 տարի ենք արտուրից հրապարակել ենք։ Որն հրապարակել։ 242 էջում վերջի ապացույցը պատվարժանական կրկին կրկնվում է, հատոր 27-ի 39-ից 48-րդ էջերում տեղակայված փորձագետի եզրակացության մասին է, որ արտուրից հրապարակեցինք։ Իսկ մի բան։ Ամբողջն չէ հրապարակել։ Վերադրականում մասը նշված։ Ինչի մասին խոսում Եզրակացության մասին։ Որ հրապարակել Այո, եզրակացության այո, դե 80-ի հատված ամբողջությամբ հրապարակել ենք։ Հաջորդի 242 էջում տեղակայված փորձարկության եզրակացությունը, որը կրկնվում է, և հաջորդ ապացույցը հատոր 1 գործի թերթ 10 նշված, սակայն թե մեր մոտ հատոր 27 հարկա է, կարող հատոր 27-ն են հաղարակել Համարվում է նույնից հատոր 27-ը։
Շատյանից ներմեկային զարգացության 244 էջի նշված է հատուկ 27 գործի թեև 2-ից 6 և 30-ից 48 30-ից 48 մեկ ակնից հրապարակեցինք Երկուից 6-ը տեղակայված է Փորձագետի 100 եզրակացություն պետք է։ Փորձագետի թիվ 107 եզրակացությունը որը կազմվել է 1998 թվականի փետրվարի 9-ին Փորձագետը հանդիսացել է Ա. Հովհաննիսյանը, նշված է Վարշավի կրթությամբ, 5 տարվա աշխատանքային փորձով, հիմքը հանդիսացել է ՀՆԳ և ԱՆ ՔԳԲ քննչական վարչության ավագ քննիչի կողմից 1990 թվականի փետրվարի 3-ի որոշումը և թիվ 691-004-98 քրեական գործով կատարվել է դատաձգաբանական, դատապաշտպանատեխնիկական և սառը զենքի փորձաքննություն Նա նշել, որ ամբողջությամբ ձեռագրի եզրակացությունը պահպանական պետությունի հատվածը փորձում ընթերցել ևս անձների ծրագրով նշված Ներկայացված ջնջված համարով ԱԿՍ 47 տեսակի ինքնաձիգը գործանային արտադրության է պիտանի երկրակելու համար 5.45 մմ տրամաչափի փամփուշտերով և հանդիսանում է հրազեն ներկայացված ջնջված համարով ԱԿՍ 74 ինքնաձիգի փամփուշտները հարմարեցված ջնջված համարով ԳՊ 25 տեսակի նռնակները գործանային արտադրության է պիտանի երկրակելու համար ոնք 25 տեսակի նռնակներով և հանդիսանում է հրազեն, ներկայացված 45 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտները գործանային արտադրության են, նախատեսված են AK-74 ինքնաձիգերի և RPK 74 ձեռքի գնդացիների համար, պիտանի են կրակվելու և հանդիսանում են ռազմամթերք։ Ներկայացված 11 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտները գործանային արտադրության են, նախատեսված են BM և APS ատրճանակների համար, պիտանի են կրակվելու և հանդիսանում են ռազմամթերք։ Ներկայացված 4 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտները գործանային արտադրության են, նախատեսված են TT ատրճանակների համար, պիտանի են կրակվելու և հանդիսանում են ռազմամթերք։ Ներկայացված 2 հատ 44 տրամաչափի փամփուշտները Magnus 44 արտադրվել է 1955 թվականին, գործանային արտադրության են, նախատեսված են ծանր հրետանայինների համար, պիտանի են կրակվելու և հանդիսանում են ռազմամթերք։ Ներկայացված 3 հատ նռնակները ոնք 25 տեսակի գործանային արտադրության են, նախատեսված են GP 25 նռնակներից կրակելու համար և հանդիսանում են ռազմամթերք, պիտանի են կրակվելու համար։ Ներկայացված համար 97-511A բելգիական արտադրության 1995 թվականի մոդելի Browning տեսակի ատրճանակը գործանային արտադրության է, պիտանի է կրակելու համար 9 մմ տրամաչափի փամփուշտներով և հանդիսանում է հրազեն։ Ներկայացված ՀՄ 97-511A Browning տեսակի ատրճանակի փամփշտականում եղած 10 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտները գործանային արտադրության են, նախատեսված են արտասահմանյան արտադրության մի շարք ատրճանակների համար, այդ թվում բելգիական արտադրության Browning տեսակի ատրճանակների համար, պիտանի են կրակվելու և հանդիսանում են ռազմամթերք։ Ներկայացված շրջանավոր առարկան գործողական հավաքված է սպին դանակի շեղբից և խորշուտական կորտիկի բռնակից, այն համարվում է կտրող ծակող սառը զենք։ Առկա է փորձագետ Հովհաննիսյանի ստորագրությունը, հավաստող և փորձագիտական հիմնարկի կնիք։
Հաջորդ վիրավորապատվության պատվիրականի ըստ միանական եզրակացության 247 էջում տեղակայված հատոր 3-ում արկա ապացույցներ։ Հատոր առաջին հատոր 3-ներ անհրաժեշտ է։ Հատոր 3-ն անհրաժեշտ է։ 12-ից 2-ից կա։ Ինչպես 12-ից 2-ից 27։ առաջինից կա Ինչու երկրորդ է։ Ինչու՞ց է շարունակում դատական լիստը, արգում մեղադրող տրամադրում է քրեական գործի առաջին հատորը։ երրորդ դրամատուրգիայի դիտելը։ Նաև երրորդ հատոր։ Հատոր առաջին գործի թերթ 10 արկա արձանագրություն ամառանոցը ստուգելու մասին կազմվել է 1998 թվականի հունվարի 29-ին գյուղ Ձորախբյուր շված է ՀՆՎՆ և ԱԱ գլխավոր վարչության 3-րդ վարչության 2-րդ բաժնի Օբերլիազոր Պապիկյանս, մասնակցությամբ Բույն վարչության 2-րդ բաժնի պետ Կարապետյանի, առաջին բաժնի պետ Ասատրյանի ներկայությամբ թվականների նշված են թվականների տվյալները։ Ստուգման ենթարկեցինք Արմեն Սահակի Տեր Սահակյանին, ծնված 1964 թվականին, բնակվող Կոմիտաց 35A, բնակարան 2, պատկանող ջրվեժի այգեգործական ընկերության տարածքում գտնվող ամառանոցը, ստուգման ընթացքում նույն ամառանոցում գտնվող Դերենիկ Հայքի Խաշատյանը, ծնված 1930 թվական, բնակվող Կոճորոնկից է 54 մոտորակ 1-36 բնակարան, կոդկատեղից հայտնաբերվեց Բրաունինգ մագնիշի 9 մմ տրամաչափի համարի 57-511 ատրճանակ, լիցքավորված 10 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, ամառանոցը ստուգելու ընթացքում ճաշասենյակի բազմոցի տակից հայտնաբերվեց ԱԿՍ մագնիշի 5.45 մմ տրամաչափի ջնջված համարով հրաձիգ, իր փամփշտակալով լիցքավորված 45 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներով և հրաձիգային համարեցված նռնակներով, նույնպես ջնջված համարով, բազմոցի տակից հայտնաբերվեց նաև փայտյա բռնակով դաշյան մոտ 40 սմ շեղբի երկարությամբ, 3 հատ նռնակների BMG մագնիշի նռնակներ և 4 հատ 7.62 տրամաչափի, 2 հատ 44 մմ տրամաչափի և 11 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Քաղաքացի Խարդաշյանը հայտարարեց, որ իր մոտ հայտնաբերված ատրճանակը ինքը գտել է մեր կողմից ստուգվող ամառանոցի նկուղից և պահել է իր մոտ, մեր կողմից հայտնաբերված զենքի դամթերքի վերաբերյալ քաղաքացի Տեր Սահակյանը հայտարարեց, որ նրանք պատկանում են իր բարեկամ Սիրյան Սարգսյանին, որը հավանական է մոռացել է իր ամառանոցում։ Վերոնշյալ զենքի դամթերքը մեր կողմից արգելվեց հետագա ստուգումների համար։ Արկա է արձանագրություն կազմող անձի, մասնակիցների, թվականների, ինչպես նաև ստուգման ենթարկված անձի և ամառանոցի սեփականատիրոջ հավաստող ստորագրությունները։
Հաջորդ ապացույցը պատվարժանական, ուրեմն քրեական գործի հատոր 3 գործի թեր 212-ից 213 հուզարկության արձանագրություններ են 212 էջումարկայ որոշում հուզարկություն կատարելու մասին, որի համաձայն որոշում կայացվել է 1990 թվականի փետրվարի 14-ին, որը վերաբերում է հուզարկություն թույլատրելուն եւ հաջորդ էջումարկայ արձանագրություն, այսինքն 213-րդ էջումարկայ արձանագրություն հուզարկություն կատարելու մասին կազմված 1990 թվականի փետրվարի 15-ին Երևան քաղաքում Հայաստանի Հանրապետության Դատախազության քննչական խմբի քննիչի կողմից իրականացնող հուզարկությունը մասնակցությամբ ընթերականների, ինչպես նաև ներկայությամբ Արտաշես Գագիկի Հարությունյանի Հուզարկության մասնակից Արտաշես Հարությունյանը հայտարարել է, որ AK-47 տեսակի ավտոմատ հրազենը գտնվում է իր աներոջ Գուրգեն Գևորգյանի տան նկուղում, պահված վիճակում հուզարկության ժամանակ արգելվել է հետևյալ իրերը մեկ հատ Ericsson տեսակի բջջային հեռախոս, մեկ հատ ծոցադետեր, հեռախոսահամարներով և այցետոմսերով, Արտաշես Գագիկի Հարությունյանի անձնագիրը, և Արտաշես Գագիկի Հարությունյանի անվամբ և նրա նկարներով ֆոտոալբոմը։ Էջումարկային մասնակիցների և ընթերականների և քննիչի հավաստող ստորագրությունները։ Ֆիքսեք հավելումներ ադրող հաշվի առնելով ամբաստանյանի ներկայացուցիչի միջնակցությունը դատական նստում մինչև 11:30 իրականացնելու աշխատանքի մեկնելու խնդրանքի մասին դատանը բավարարում է դատական նստի հետ։ Հաջորդ նստը նշանակում է դեկտեմբերի 26-ին 16:00 2025 թվական դեկտեմբերի 26-ին 16:00 դատավարության մասնակիցները համարվում են պատժել ծանուցված ներկա մասնակիցները դատական նստում